Արդեն հասանելի է iOS 27 public beta-ն, որում սիրին արդեն հասկանում է հայերեն։ Եկեք փորձարկենք իրար հետ, տենանք WWDC 26-ի ժամանակ խոստվածները կարեցան կատարեն թե չէ, արժի թարմացնել public beta-ն, ու այս վիդեոում մի հատ ինենց բոմբ բան կա, որ լուրջ եմ ասում, ես ընդհանրապես չէի սպասում, ու սենց կարելի ասել շոկ ու մի փոքր վախ կա մեջս։ Այս վիդեոն լուրջ պետք է որ մինչև վերջ նայեք, որ վաու։ Ոնց մեզ արդեն խոսք էին տվել, ամռան երկրորդ կեսին հասանելի դարձավ iOS 27-ի public beta-ն, օպերացիոն համակարգի N beta տարբերակը, որը նախատեսված է հանրության համար ու ցանկացողները կարող են թարմացնեն։ Ձեր էկրանին կարող տենաք հիմա բոլոր սմարթֆոնների ցանկը, որը կաշխատի iOS 27-ով։ Բայց զգուշացնում եմ, ժողովուրդ, թարմացնելուց առաջ պարտադիր անում ենք backup, որ եթե ինչ-որ բան դուրները չգա, լավ չաշխատի, կախի, ուզենաք հետ գնաք, ձեր ինֆորմացիաները չկորի։ Public beta-ն ես թարմացրել եմ իմ iPhone 15 Pro-ի վրա ու բավականին սահուն, լավ, առանց բագեր է աշխատում, ու մեծ տպավորություն է, ոնց որ հələ iOS 26-ի վրա է։ Է որ դիզայնի մեծ փոփոխություններ չկա iOS 27-ում, դիզայնի տեսանկյունից ամեն ինչ կարելի ասել նույնն է մնացել պլյուս-մինուս։ Հա կան փոփոխություններ, որ sense կողքի դնես կնկատես, ասենք ոնց հիմնական ծրագրի մի կոնկեքը կամ control center-ի տեսքը, բայց այն որ sense փոքր բաներ էլի։ Եթե ինչ-որ մեկի սմարթֆոնը առանց իր իմանալու վերցնեք, թարմացնեք iOS 27 public beta-ն, շատ հնարավոր է ընդհանրապես չիմանա, որ ինչ-որ բան է փոխվել, այդ ձևի, ասենք, դիզայնի փոփոխություն չկա։ Այդ դեպքում ես բան չանեք։ Բայց iOS 27-ը տենց դիզայնի փոփոխության մասին չի, այլ ավելի շատ AI համակարգերի բարելավման, որի մասին հենց խոսանք, շարունակում ենք նայենք, ու ընդհանուր համակարգի ստաբիլացման ու արագացման մասին է։ WWDC 26-ի ժամանակ էլ հատուկ նշեցին, որ օպերացիոն համակարգը ավելի արագ է լինելու։ Հատկապես նշեցին, որ հին սարքերի վրա է ավելի լավ աշխատելու։ Իմ iPhone 15 Pro-ն iOS 26-ով էլ բավականին լավ աշխատում էր, ոչ մի լագ չեմ նկատել, դրա համար դժվարանում եմ մի տեսակ հաստատեմ Apple-ի պնդումը, որ iOS 27 ավելի սահուն ու ավելի արագ է լինելու։ Ոնց որ թվում է, թե արագ է, բայց որ անկեղծ չեմ կարող հասկանալ, այդ պլացեբայի էֆեկտն է, որ ինձ ներշնչում եմ ավելի արագ է, թե իրոք արագ է։ Համենայն դեպս մեծ վստահությամբ կարամ ասեմ, որ iOS 27 public beta-ն iOS 26-ից դանդաղ չի։ Նույն բանն էլ վերաբերվում է AirDrop-ին, եթե չեմ սխալվում, ասեցին մինչև 80% ավելի արագ է լինելու iOS 27-ում։ Հա, ոնց որ ավելի արագ է դարձել, բայց կարծում եմ սա կարամ ավելի կոնկրետ հաստատեմ, երբ որ MacBook-ս էլ թարմացնեմ macOS 27-ին, բայց հիմա beta տարբերակը չեմ թարմացնի սրա վրա, աշխատանքային համակարգից է, ռիսկի չեմ դիմում, կներեք, այդ մի բանը հետագայում կհաստատեմ։ iOS 27-ում լուծել են մի հատ խնդրեմ, որը կար iOS 26-ի ստեղծման օրվանից։ Ուրեմն, ավելացրել են liquid glass-ի էֆեկտը կառավարող slider, որ իրանք ստեղծել են խնդրեմը, իրանք էլ լուծեցին։ Եթե գնանք settings, appearance, liquid glass, ստեղ կտենենք slider, որը մինչև վերջ աճ տանելով թափանցիկության էֆեկտը լրիվ կորում է, իսկ ձախ տանելով թափանցիկությունը ավելանում է։ Ախր այս այն բաներից է, որ մտածում ես, խի անտեր slider-ը iOS 26-ում չկար առաջին օրվանից, որ ակնհայտորեն սա անհրաժեշտություն էր։ Հա, խոսացինք անհրաժեշտություններից։ iOS 27-ում արդեն առանձնացրել են զարթուցիչի ու զանգի ձայնը բարձրացնել իջացնելու սլայդերը։ Արդեն կարաք իրանց առանձին կառավարեք։ Եմ որ շատ լավ, էլ արդեն քնած չեք մնա, եթե պատահական տենց զանգի ձայնը իջացնեք, զարթուցիչին էլ իջնի ու տենց կատաստրոֆա։ Ձայները առանձին կարգավորելու համար գնում ենք settings, sound and haptics, ուստեղ match ringtone volume-ը անջատում ենք։ Ու հայտնվում slider զարթուցիչի ձայնը առանձին կարգավորելու համար։ Եմ որ ասենք լուրջ եմ ասում, մենք ահա որ զարմանում եմ, խի այս տարական բաները, տարական սլայդերները, որը կարա թվա հա փոքր բան է, բայց ահա որ մեծ տարբերություն է բերում ու չկա, չգիտես, առաջի օրվանից չկա։ Ասենք խիա զարթուցիչի ձայնը iOS 27-ում առանձնանում զանգի ձենից։ Ասենք խի էլի։ Որ մեկ շատ ոչ ինտուիտիվ բաներ են անում Apple-ում։ Մի բան որ ցույց տվեցին WWDC 26-ի ժամանակ, ես մի տեսակ կասկածում եմ, որ նորմալ կաշխատի, այդ են կրկնվող փասվորդների ավտոմատ փոփոխությունն է, ու ոնց որ ես ճիշտ է։ Երբ գնում ենք passport ծրագիր, security, կարող տենենք թույլ գաղտնաբառերը։ Ստեղ ուղղակի ցուցադրության համար մի քանի բան նույն բանն եմ դրել։ Նայեք, ստեղ նշում է, որ հնարավորություն կա ավտոմատ փոխելու, բայց ոնց տենում եք չի թողում փոխել։ Մի փոքր ուսումնասիրությունից հետո հասկացա, որ ինքը հիմնականում աշխատում են ճանաչված կայքերի հետ, այն որ ահա, օքեյ, բայց դա չի նշանակում, որ
ֆունկցիան ինքնին լիարժեք աշխատում է։ Անցնենք ավելի հետաքրքիր թարմացումներին։ Նկարները ձևափոխելու բաժնում ավելացել են երկու հատուկ գործիք՝ extend-ը ու reframe-ը, ու ավելի են լավացրել արդեն առկա clean-up գործիքը։ Ուրեմն ով չգիտի, ասեմ, clean-up-ը դա նկարի վրայից անցանկալի օբյեկտներ մաքրելու Apple-ի գործիքն է, որը iOS 26-ում եմոր խայտարակություններ ահավոր վատ էր աշխատում։ Վստահ եմ երևի արդեն տեսած կլինեք համեմատություններ Samsung-ի հետ, չխորանամ ուղղակի։ Բայց iOS 27-ում ավելացրել են որակի ռեժիմներ ընտրելու հնարավորություն։ Կա auto ռեժիմ, fast ու high quality տարբերակները։ Այստեղ է, որ ամեն ինչ լավացել է։ Գեներացիան տևում է երկար, բայց ցույց է տալիս ավելի լավ արդյունք։ Ու հայն դեմքի հանրահայտ թեստը արել եմ, աշխատում է։ Ինչ ճանաչողները կհասկանան, որ դեմքից այդ մի բան են չի, բայց ընդհանուր առմամբ օքեյ, թեստը անցել է։ Ունենք extend գործիքը, որը նկարած կադրի եզրերին գեներացնում է նոր եզրեր, կարելի է ասել։ Ոնց որ նկարը ավելի ենք մեծացնում։ Սենց գործիքներ երևի թե արդեն հանդիպած կլինեք Photoshop-ում, տարբեր կայքերում կամ սմարթֆոններում։ Բայց այդտեղ անկեղծ եմ ասում, ինձ իրոք զարմացրեց extend գործիքը, իմ փորձած ամենալավերից էր։ Okay, կներեք, ես մի քիչ բաց նկարի համար, բայց այդտեղ իրոք շատ խելոք է աշխատում extend-ը։ Դեք, հասկանում եք, նույնիսկ նկարի կոնտեքստն է հասկանում, որ ես հանդրձանում եմ սրբիչով ու պետք է որ ոտաբոբիկ լինեմ։ Ու նկարը ճիշտ կոնտեքստով է գեներացնում։ Բայց երբ որ նույն բանը նույն տեղը շորտիկով եմ անում, ինքը բոթասներ է գեներացնում։ Որ իրոք կոնտեքստը հասկանում է ամենայն հավանականությամբ նկարը ոնց պետք է լիներ։ Հա, օքեյ, ես directly վրիթվերը խառնում եմ, բայց դե մեկը տպավորիչ է։ Ու երրորդ գործիքը թույլ է տալիս, եկեք ասենք նկարի անկյունը փոխել։ Այս իրոք չէի տեսել, իմ համար նոր բան էր։ Ու էլի զարմանալիորեն լավ է աշխատում։ Ասենք եթե նկար եք արել, որ հաջող անկյունից չի ստացվել, կարեք հետո այս գործիքով փոխեք անկյունը։ Ու գիտեք որն է զարմացնում, երբ փոխում եք անկյունը, աչքերի դիրքն էլ է փոխում, որ իրոք տպավորիչ է։ Ու հա պետք է նշեմ, որ այս գործիքները աշխատում են ինտերնետով, առանց ինտերնետի չի լինի, ամենայն հավանականությամբ ներբեռնվում է Apple-ի ապահով ամպային սերվերներ, այնտեղ մշակվում է ու հետա գալիս։ Եկեք խոսենք Siri-ից։ Հա, այն դիմացի ասածս clickbait չէ, Siri-ն արդեն հասկանում է հայերեն։ Ու կարեք հայերենով գրեք ու պատասխան ստանաք։ Այն որ ցավոք ձայնայինով չի պատասխանում հայերեն ու ոչ էլ հայերեն խոսքն է հասկանում, մենակ գրելով է։ Երբ հայտարարեցին, որ Siri-ի հիմքում Gemini-ն է լինելու, դե Gemini-ը հայերեն կարող է խոսա, այն որ մենակ լինի, էլի մենակ արդեն հնարավոր լինի Siri-ի հետ հայերեն խոսալ։ Դեռևս չի լինում, բայց հույսերը չեմ կորցնում։ Ասեմ որ Siri-ն iOS 27-ում համեմատաբար ավելի լավն է դարել, չնայած նա որ ես այդպես չէի հավատում դրան։ Siri-ի ընդհանուր տեսքը փոխել են։ Արդեն Dynamic Island-ից sense կաթիլ է բացում ու կարակ խոսակ հետը։ Հետո բացված պատուանը մատով ներքև է քաշում ու բացվում է առանձին Siri ծրագիրը։ Հա, Siri-ն արդեն դարձել է առանձին AI ծրագիր, ոնց մնացած AI ագենտները, ChatGPT-ն, Gemini-ը, Claude-ը։ Ինձ հետևողները կհիշեն, որ խոսում էին վիդեոներում սրա մասին, որ սա պետք է իրոք, այն որ ինչ որ բան էր գրվում Siri-ի հետ, օքեյ, պատասխան էր տալի, հետո ուզում էր այդ պատասխանը վերհիշեիր, ձեր խոսակցությունից ինչ որ բան վերհիշեիր ու չկար ոչ միտեղ այդ ինֆորմացիան, որ հետ գնար նայեր։ Հիմա արդեն ծրագրում հնարավորություն կա հետ գնաս ու նախորդ խոսակցությունները վերանայես։ Ոնց մնացածում այս ծրագրում էլ կարակ գրեք, ձայնայինով խոսակ, ներբեռնեք նկարներ կամ ֆայլեր ու գնահատեք պատասխանների որակը։ Բայց Siri ամենամեծ առավելությունը, որ խոսք տվեցին iOS 26-ում ու չարեցին, բայց հիմա iOS 27-ում կա ու պրոստը բոմբա գցում մնացած AI ագենտների գլխին, դա iPhone-ի ներսի ինֆորմացիայի հասանելիությունն է։ Ասենք Siri-ն արդեն կարա ձեր օրացույցից ինֆորմացիա տա, նկարներից, համարներից, նամակագրությունից, այն բանը, որը Apple-ը հաստատ հասանելիություն չի տա ուրիշ AI ագենտների, որ մոնոպոլիա։ Ու հա Siri-ն համել արդեն ունի հիշողություն։ Փորձարկման ժամանակ հարցրեցի ինձ ցույց տա իմ ու իմ կնոջ նկարներից, ինքը սկզբից չհասկացավ ով է իմ կինը, բայց հետո բացատրեցի ցույց տվեցի, ու դրանից հետո ամեն անգամ երբ նշում էի կնոջս մասին, արդեն ավտոմատ հասկանում էր ում հետ եմ։ Մեր միասին նկարներն էր գտնում, նամակագրությունից տվյալներ էր տալիս։ Այս իրոք օգտակար աշխատող բան է, որը կարա պետք գա։ Ոնց ասեցի, արդեն կանանք օրացույցի մեջ պլաններ գտնենք ու ընդհանուր Apple-ի ծրագրերին վերաբերող ամեն ինչ։ Այստեղ մի հատ կարևոր պահ կա, տվյալ պահին Siri-ն հասանելիություն չունի ուրիշ ծրագրերին, բայց ասում են, որ ապագայում ծրագրավորողները կկարենան հասանելիություն տան իրենց ծրագրերին, որ Siri-ն նույն ձևով
իրանց ծրագրերից էլ ինֆորմացիա վերցնի ու ձեզ տրամադրի, ասենք WhatsApp-ից ձեր նամակագրությունի, Instagram-ից ինչ-որ բան։ Կարծում եմ օֆիցիալ տարբերակում արդեն պետքա շատ ծրագրերի հետ հանգիստ աշխատի։ Արդեն հասկանում է էկրանին կատարվող կոնտեքստը, կրեք կանչեք Siri-ին ու հարցնեք ով է էկրանին, որ ֆիլմն է էկրանին ասենք, ու ընդհանրապես ինչա կատարվում ձեր էկրանին այդ պահին։ Իմ փորձից մեծ ճշտությամբ պատասխաններ է տալիս։ Հա, Siri-ն արդեն կարելի է կանչել մատով էկրանը ներքև քաշելով։ Ուստեղ էլ նույն ձև կարեք գրեք ու խոսակ։ Այն որ Spotlight Search-ը ուղղակի փոխարինել են Siri-ով։ Հաճելի է որ հնարավորություն կա շատ արագ հաշվարկներ անել, կոնվերտացիաներ անել, ասենք դոլարից դրամ եւ հակառակը, մետրից սանտիմետր, կիլոգրամից գրամ ու տենց բաներ հասկացաք երևի։ Տեսախցիկի բաժնում ավելացրել են նոր Siri ռեժիմը, որը լրիվ նույն բանն է, ինչ iOS 26-ի Visual Intelligence-ը։ Երբ ինչ որ նկար ես անում ու ասում է ինչ կա այդ նկարի մեջ, որ անկեղծ ասեմ իմ համար տարօրինակ որոշում է այս ռեժիմը կամերա ծրագրի մեջ տեղադրելը, քանի որ ինքը նկարելուց հետո save չի անում, իսկ կամերա ծրագիրը իմ համար նկարներ, վիդեոներ անելու համար է, որը հետո save-ա լինում։ Իսկ ես ուղղակի, չգիտեմ, դրել են կամերայի մեջ, բայց ինքը տենց նկարներ անելու հետ կապ չունի ընդհանրապես։ Բայց ինքնին իհարկե շատ ավելի լավ է աշխատում, քան iOS 26-ում Visual Intelligence-ը։ Ավելի շատ ու ճիշտ ինֆորմացիա է տալիս, որը չի կարա չուրախացնի։ Ժողովուրդ, քանի թեման գնաց, մի հատ կարևոր բան ասեմ, AI-ի տված պատասխանները մի հատ էլի կրկնակի ճշտ է։ Կապ չունի Siri-ն, ընդհանուր առմամբ բոլոր AI-ների տված պատասխանները ճշտ է, քանի որ իրանք հաճախակիորեն սխալվում են, հենց որ ուղղակի չհիմնվեք մենակ AI-ի տված պատասխանի վրա։ Իրոք սրա հետ կապված ես վիդեո մտածում եմ նկարեմ, առայն թե ինչքան են սխալվում AI-ները։ Ու այն դեմի բոմբը, որը խոստացել է, իրոք ընդհանրապես չէի սպասում նման տիպ պատասխանի։ Իմ եսը բավարարելու համար ասեցի Siri-ին հարցնեմ իմ ալիքի մասին ու ինձ տալիս է sense բան։ Թույլ տվեք թարգմանեմ, ուղղակի գժվելու է։ Even տեկը հայկական YouTube ալիքը նվիրված տեկ աշխարհին, օքեյ, ստեղ ճիշտ է։ Ստեղծում է կոնտենտ բացառապես հայերենով։ Որտեղից իրան էս ինֆորմացիան։ Ալիքում անդրադառնում է տարբեր ժամանակակից տեխնիկայի թեմաներին, ներառյալ խաղային համակարգերի համեմատություն, որտեղից իրան էս ինֆորմացիան։ Այդ այս վիդեոն է PlayStation-ի ու Xbox-ի համեմատությունը։ Որտեղից էլի չեմ ջորնում։ Սմարթֆոնների ճանաչելիությունը Հայաստանում, օքեյ, վիդեոներում խոսում եմ սրա մասին, եւ հիմնական օպերացիոն համակարգերի ուսումնասիրությամբ, ինչպիսին է Apple-ի iOS-ը։ Ասենք չեմ ճոգում։ Okay, բայց շարունակում ենք։ Իր աճող հետևորդների հետ Eventec-ը հաճախակի կիսվում է թեմաներով, ինչպիսիք են հայկական տեղական շուկան, okay, ասենք որ սմարթֆոնն է ամենաշատը օգտագործվում Հայաստանում, այս վիդեոն է։ Creator-ը նաև եղել է ակտիվ աջակցողը Հայաստանում YouTube Partner Program-ի ընդլայնման, տոնելով հայ creator-ների կոնտենտը մոնետիզացիա անելու հնարավորությունը։ Ասենք ոնց, որ համոզում ես what որ չեմ ասի, բայց հասկացաք։ Այս ինֆորմացիան կարա իմանա այն մարդը, որը նայել է վիդեոն, որովհետև ես այդ վիդեոից բացի ոչ միտեղ դա չեմ նշել, որ որտեղ է այդ ինֆորմացիան գտնում։ Նես տպավորության ոնց որ Siri-ին գնում այդ պահին է նայում, թե արդեն նայել է ոնց, էլի ասենք չեմ ջոգում։ Նույն բանը Gemini-ին եմ հարցում, ու տենց անկապ պատասխան է տալիս, տենց մանրամասն պատասխան չի տալ, չնայած նրա, որ Siri-ի հիմքում դված է Gemini ու թվում է թե պետք է իրանք նույն պատասխանները տան, որ չեմ ջոգում, ոչ մի AI agent sense մանրամասն ինձ պատասխան չի տվել։ Ինձ այս բետա տարբերակը դուր եկավ, եթե ուզում եք թարմացնեք, կարծում եմ չեք փոշմանի, կարեք թարմացնեք, բայց կարևորը հիշում ենք backup ենք անում, նոր ենք թարմացնում։ Սիրում եմ ձեզ, առողջ եղեք, միշտ նոր հանդիպում, ես մի հատ գնամ հասկանամ, որտեղից Siri-ին այսքան ինֆորմացիա իմ մասին, իմ ալիքի մասին։ Ever these Ինչ ասեմ արա։